Ողջույն, սիրելի թալինցիներ։ Ոնց եք։ Ժորժ ջան, ընտրարշավի արդեն կեսին ենք հասել։ Հերթով հանդիպում ենք Հայաստանի բոլոր բնակավայրերում, շփում ենք, խոսում ենք, ներկայացնում ենք մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, դրանց լուծման ուղիներն ու ճանապարհները։ Գնալով մեր ընտրարշավը թափ է հավաքում, գնալով ընդլայնվում է եւ դրանց զուգահեռ իշխանության նոպաները օրեցօր ավելանում են։ Մենք սադրանքների չենք տրվելու։ Մենք ունենք մեր առջև դրած խնդիր, ունենք նպատակ եւ հունիսի 7-ին միասին այդ խնդիրը լուծելու ենք։ Համաձայն եք։ Մենք հունիսի 7-ին պետքա մեր երկրին բերենք կայունությունը, պետքա վերականգնենք մեր ներքին համերաշխությունը, այս ժողովրդի պառակտումը, ատելությունը, Նիկոլը որ սերմանել այս ժողովրդի մեջ, այս իրավիճակի է հասցրել, պետքա այս մաքրենք եւ վերջնականապես վերականգնենք։ Մենք պետքա նաև ազատագրենք առաջին հերթին հենց այս մարդկանց, ովքեր գերի են դարձել այս իշխանությանը։ Իսկ այս իշխանությունը գերիա թշնամուն, սասունցին այս վիճակը հանդուրժելու է։ Ուրեմն Ժորժ ջան, իրավիճակը շատ պարզ է։ Մի կողմում կանգնած են երկիրը հանձնողները, մի կողմում կանգնած են հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվողները, մի կողմում կանգնած են նրանք, ովքեր ասում են քվյարկեք մեզ, գնանք Հայաստանից նոր տարածքներ հանձնենք, մյուս կողմում մարդիկ են, ովքեր իրենց անցյալով ապացուցել են, որ կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, մեր ժողովրդին, մեր երկրի սահմանները։ Ձեր ընտրությունը սրա մեջ է։ Ես չեմ կարծում, որ սասունցին, մշեցին իրավունք ունի այս անգամ սխալվելու։ Մեր առաջարկը հետևյալն է, եկեք թև թիկուն կանգնենք, մեշ-մեշկի տանք, թասիբով, հային վայել կերպով, այս խեղճ վիճակից դուրս գանք ու ստեղծենք մրցունակ ու անվտանգ Հայաստան։ Համաձայն եք, պատրաստ եք, ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին։